Группа компаний «Ташир». Все грани бизнеса. Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերի աշխատանքը շարունակում է մոլորակ լրատվականի հիմնական թողարկումը, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես նախ մեկ հայտարարություն Լոռու մարզպետարանից հայտնում են, որ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում կկազմակերպվեն բաց դռների օրեր։ Երևան քաղաքի մասնագետների կողմից հիվանդանոցային բուժհաստատություններում կկազմակերպվեն անվճար բժշկախորհրդատվական ընդունելություններ հետեւյալ մասնագիտությունների գծով՝ ներզատաբան, ակնաբույժ, սրտաբան, նյարդաբան, ուռուցքաբան, մանկաբարձ, գինեկոլոգ։ Ընդունելության օրերն են Վանաձորի բժշկական կենտրոնում մարտի 24-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնում մարտի 27-ին, Ալավերդու բժշկական կենտրոնում մարտի 26-ին, Տաշիրի բժշկական կենտրոնում մարտի 28-ին եւ Սպիտակի բժշկական կենտրոնում մարտի 31-ին։ Բաց դռների օրերի ընթացքում համաբուժարաններում տեղի մասնագետների կողմից կապահովվի կանանց ընդունելություն, կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն, կարևորելով նրանց գինեկոլոգիական առաջնակի զննումը։ Ըստ անհրաժեշտության կիրականացվեն լաբորատոր գործիքային հետազոտություններ տեղում եւ բժշկական ցուցումների դեպքում համաբուժարաններում զննման եւ խորհրդատվության արդյունքում յուրաքանչյուր կնոջ կտրամադրվի բժշկական եզրակացություն, ինչը կհանդիսանա կնոջ հետագավարման եւ կամ մասնագիտացված բժշկական կենտրոն նրա ուղեգրման հիմք։ Բաց դռների օրերի ընթացքում կնոջը տրամադրված բժշկական եզրակացության հիման վրա հիվանդանոցային բուժհաստատություններում կկազմակերպվի համապատասխան մասնագիտացված խորհրդատվություն եւ բժշկական ցուցումների դեպքում կտրվի վերջնական կարծիք անհրաժեշտ բուժօգնության տեսակների, այդ թվում վիրահատությունների վերաբերյալ։ Շարունակում ենք թողարկումը եւ կրկին կանանց մասին այսօր Անահիտ Կարապետյանն է զրուցել Գեղեցիկ Սեռի լոռեցի ներկայացուցիչների հետ հասկանալու համար, որքանով է միամսյակը անակնկալներով լի։ Տարվա ցանկացած օր կնոջ համար լավագույն նվերը ուշադրությունն է, իսկ համեկամսյակին օրվա ցանկացած պահին նա սպասում է նվերի եւ առավել մեծ ուշադրության։ Նվիրվածություն, ներդաշնակություն, կնոջ նկատմամբ հարգանք արտահայտելու գլխավոր ձևերն են։ Լոռեցի շատ կանանց կարծիքով այդ երկուսն արտահայտելու լավագույն ձևերից մեկը ծաղիկ նվիրելն է։ Ի վերջո գարնանային տոնի հերոսուհիները ինչ են սիրում ստանալ եւ արդեն ինչ նվերների են արժանացել, պարզեցինք հենց նրանցից։ Տղայիցս ծաղիկներ, լավագույն նվերը քաղցրությունն է։ Սերը, հարգանքը ավելի շատ մատուցել։ Հարազատներին, ինչ որ կկարողանամ։ Թող բոլորը երջանիկ լինեն ու մեկ մյուսին նվերներ մատուցեն։ Ծաղիկներ ու ծանելիք զարդեր, որքանով են կարևոր նվերները, լոռեցի կանայք խոստովանում են, որ նվերի գինն ու չափը էական չէ, կարևորը սերն է ու վերջիներից երջանիկ եւ ուրախ տեսնելու ցանկությունը։ Կնոջը միշտ մշտական ուշադրությունը պետք է, որովհետեւ կինը գեղեցիկ է։ Կինը որ չլինի, տղամարդն էլ լավ չի զգա իրան։ Ինչ նվերը լինի, կարևորում է սիրով լինի, սրտով լինի, հոգով։ Ու չնայած միամսյակը շարունակվում է, դեռևս կան կանայք, ովքեր իրենց տոնին նվերներ չեն ստացել։ Կան նաև այնպիսիք, ովքեր չնայած արդեն նվերների արժանացել են, այնուամենայնիվ միամսյակի ընթացքով պայմանավորված նրանք շարունակում են սպասել նվերների։ Ինչով ստանալ։ Նվերներ չեմ մատուցել, չեմ հասցրել։ Ես այդ մտադրությամբ եմ հիմա դուրս եկել զբոսնելու, այնպես որ տեսնենք։ Մաղթում եմ, որ բոլորը ստանան եւ գոնե այդ ակնկալիքները, սպասելիքները հոտս չցնդեն, որովհետեւ դա կարծում եմ մեծագույն հիասթափության կբերի։ Համբերություն դեռևս մինչև ապրիլի 7-ը արժևում է։ Եվ անկախ նվերներից դրանք կան թե ոչ, արժե հիշել, որ բնությունը կնոջն ասել է՝ եղիր հմայիչ, եթե կարող ես, իմաստուն, եթե ուզում ես, բայց շրջահայաց դու պետք է լինես բոլոր դեպքերում։ Անահիտ Կարապետյան, Ազգանուշ Մկրտչյան, Մոլորակ։ Գիտնականները գալիս են հերքելու տարածված այն տեսակետը, թե շոկոլադը գիրացնում է, ինչի է ընդունակ իրականում շոկոլադը, պարզել է իմ գործընկերը հիմք ընդունելով ամենաթարմ հետազոտությունները։ Շաբաթական 1 սալիկ շոկոլադ ուտելը երկարացնում է մարդու կյանքը 1 տարով։ 100 գրամ շոկոլադ, այսինքն 40% կակաոն պարունակում է 550 կիլոկալորիա։ Գիտնականները պարզել են, որ կանանց ու աղջիկների մի մասը զգուշանում է շոկոլադից մի պարզ պատճառով, որն է չգիրանալ։ Արժե ուտել շոկոլադ, թե այնուամենայնիվ հեռու մնալ է պետք։ Ու առհասարակ ինչպիսի տեղեկություններ ունեն շոկոլադի մասին լոռեցիները, նախ դա իմանանք։ Շոկոլադը ածխաջրեր է պարունակում, որ ուղեղը սնուցում է։ Իհարկե, իր գերօգտագործումից կարող առաջանա ճարպ
ու գիրանան, բայց հիմնական պետքա չափավոր օգտագործել։ Շատ առողջարար է շոկոլադը, սրտի տոնուսնաբարման ավանց, սև շոկոլադը, առողջության առաջի գրավականն է, բայց ես չեմ սեմ, չգիտեմ ինչի։ Կարծում եմ, որ տրամադրություն է բարձրացնում։ Ինչ պատահում է ես ուտում եմ, չգիտեմ, գերանամ, չգերանամ, երև իմ սորթն ասը հենց։ Շոկոլադը չի գիրացնում, եթե այն խելամիտ քանակով է օգտագործվում։ Այսպիսի հետևություն են արել Գրանդայի համալսարանի գիտնականները, ովքեր ներգրավված են եվրոպական հետազոտական նախագծում, որի նպատակն է հայտնաբերել երիտասարդների շրջանում տարածված ավելորդ քաշի պատճառները։ Հետազոտողները հայտնաբերել են, որ այն դեռահասները, ովքեր մյուսներից շատ են շոկոլադ օգտագործում, ավելորդ քաշի հետ խնդիրներ չունեն։ Ավելին քաղցրակերների օրգանիզմում ճարպի ավելի նվազ ծավալ է նկատվել, քան նրանց մոտ, ովքեր շոկոլադ շատ չեն օգտագործում։ Հետազոտությանը մասնակցել է տարբեր երկրներից 12-ից 17 տարեկան 1458 դեռահաս։ Պետք է նշել նաև, որ մասնակիցների սեռը, տարիքը, սեռական հասունությունը եւ ֆիզիկական ակտիվությունը նշանակություն չեն ունեցել։ Բացի այդ, գիտնականները նշում են, որ շոկոլադը ոչ միայն վնաս չէ, այլև օգտակար է, այն պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնիդներ, որոնք իրենց հերթին կանխում են տրոմբների առաջացումը եւ սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացումը, հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ հատկություններ ունեն։ Նույնիսկ ճարպակալմամբ տառապողներին մասնագետները թույլատրում են կակաոյի 99%-անոց պարունակությամբ շոկոլադ, որում շաքար չկա։ Ամեն ինչ պայմանավորված է շոկոլադի ճիշտ ընտրությամբ եւ ձեր ընդհանուր սննդակարգով։ Եթե սնվում եք բազմազան ու որակյալ մթերքներով, կարող եք օրական 2-ից 4 կտոր շոկոլադ ուտել։ Այն ձեր կազմվածքին չի վնասի, փաստում են գիտնականները։ Անահիտ Կարպետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Մեկ լուր մարզաշխարհից մեկնարկել է Ռոբերտ Եղշատյանի անվան ըմբշամարտի միջազգային ավանդական հուշամրցաշարը, Վանաձորը մշտապես եղել է ըմբշամարտի լավագույն դպրոցներից մեկը։ Տարեց տարի ավելանում է մասնակիցների թիվը եւ մրցաշարը ավելի է մասսայականացվում։ Հուշամրցաշարն առանձնանում է նրանով, որ Ռոբերտ Եղշատյանը կդառնար 60 տարեկան։ Վանաձորում են 176 ըմբշամարտիկներ Հայաստանի տարբեր մարզերից եւ հարևան Վրաստանից։ Կիրակին եւս խոստանում է թեժ լինել բացման արարողությանը ներկա են եղել մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ի դեպ Վանաձորի երկու մարզիկ արդեն չեմպիոն են դարձել։ Լորեցիների հաղթարշավը շարունակվում է։ Մեկ լուր աշխարհից նոր հայրենահեղություն Ուկրաինայի արևելյան Խարկով քաղաքում ռուսամետ ցուցարարների ու Եվրոմայդանի կողմնակիցների միջև լարվածությունն առավել քան սրվել է Ղրիմի հանրաքվեին ընդառաջ։ Բախումների հետևանքով մահացել է 2 ցուցարար, 5-ը վնասվածքներ են ստացել։ Ընդհարումների ժամանակ օգտագործվել են հրազեն եւ նռնակներ, տասնյակ ցուցարարներ ներխուժել են քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակներից մեկն ու հրաժարվել են դուրս գալ։ Իրավապահները շրջափակել են շենքն ու սկսվել են ակտիվիստների հետ բանակցությունները։ Շենքը գրաված ակտիվիստները առավոտյան հանձնվել են։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակի տեսության Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։ Կանանց միամսեկի կապակցությամբ հաճելի անակնկալ լյուքս մասնագիտացված խանութ-սրահի հաճախորդների համար։ Կատարելով ձեր գնումները լյուքս մասնագիտացված խանութ-սրահից կստանաք նվերքարտ։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը բարձրակարգ սրճարանում անվճար սպասարկվելու համար։ Լյուքս մասնագիտացված խանութ-սրահ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 28։ Բարև ձեզ, եղանակի տեսության աջակիցն է Lux Computers-ը, հիմա ներկայացնեմ կանխատեսումները։ Հանրապետության տարածքում մարտի 16-ին, 18-ից ցերեկը, 19-ից 20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-ից ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ քամին արևմտյան շրջաններում կլինի 2-ից 7 մետր վարկյան արագությամբ, 17-ին սպասվում է քամուշ գնացում մինչև 25 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը 16-ին կբարձրանա 2-ից 3 աստիճանով, 17-ից ցերեկը, 18-ի գիշերը նույնքանով կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 2 աստիճան ցուրտ, ցերեկը 15 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 1 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 1 աստիճան ցուրտ, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 1 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն, իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 2 աստիճան ցուրտ, ցերեկը 11 աստիճան տաքություն։ Երևանում մարտի 16-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև ու ամպրոպ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 19 աստիճան տաքություն, անկախ եղանակային կանխատեսումներից։ Ժպտացեք հաճախ, ցտեսություն։